Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ։ Աստուծո ողորմությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ այսօրվնե կսկսեմ ձեզի ընթերցել Թագավորներու 4-րդ գիրքը։ Այս գիրքը երրորդ Թագավորաց գրքի հետ միասին եբրայական բնակրի մեջ որպես մեկ ամբողջություն, մեկ գիրք կներկայանա։ 70-ից թարգմանության մեջ է որ առանցին Քիրքեր կներկայանան անոնք։ Գբատմեն թե ինչպես երբ Սողոմոն իմաստուն Աստուծո թե մեղքեր կործեց գուրքեր բաշտելով Աստվածը սա որ քու թագավորությունը պիտի բաժնեմ։ Եվ իսկապես հրյա ժողովրդի կյանքի մեջ երկու թագավորություններ եղան։ 10 ցեղերը գազմեցին հյուսիսային թագավորությունը Իսրայելի թագավորություն անունին դակ եւ Հութայի ու Բենյամինի ցեղը գազմեցին հարավային թագավորությունը կամ Հութայի թագավորություն անունով։ Այս երկու թագավորությունները սիրելիներ բացության մեջ իրարու թեմ եղան։ Երբեմն կորձակցեցան, բայց շատ հաջող թագավորի թեմ ելավ։ 4-րդ թագավորաց գիրքը գրված է նախքան Քրիստոս 622 թվականին, սակայն բատմական ժամանակաշրջանը գնդկրգե նախքան Քրիստոս 1000 թվականեն մինչև Բաբելոնի գերություն 582 թվական։ Այս գրքի մեջ կտեսնենք սիրելներ թե ինչպես Եղիա մարգարեն երկինք կփոխադրվի, կհապշտակվի հրեղեն գարքերով եւ անոր փոխարեն ժողովրդի կյանքի մեջ իր աշակերտը Եղիսեն մարգարե կդառնա։ Բացի սիրելներ թագավորներեն եւ քահանաներեն Աստված գնդրե նաեւ իր մարգարեները։ Մարգարեները 5 դագարանի մեջ Աստուծո խոսնակներն էին, Աստուծո տեսփանները, մեկ խոսքով Աստուծո առաքյալները, որոնք գաստարարեին եւ թագավորները եւ ժողովուրդը, երբ անոնք Աստուծմե գշեղեին, որովհետեւ թշպախտաբար գլխավոր հարցը, գլխավոր օրինազանցությունը, որ գդարեցին եւ Իսրայելի եւ Հութայի թագավորները, գրաբաշխություններ։ Անոնք հերացան ճշմարիտ Աստված պաշտութենեն եւ դարձան գրաբաշտ եւ անոր համար իրենց գլխուն արհավիրքներ եկավ։ Եվ հյուսիսային թագավորությունը Իսրայելի թագավորությունը իր ժողովուրդը Ասորեստանի գոմե կերևարվեցավ, իսկ ապա 100 տարի յետ Հութայի թագավորությունը Բաբելոնի գոմե։ Եվ այսպիսով գործանեցավ Սողոմոնի կանգնած դաջարը, որ Աստվածը սած էր ժողովրդին, որ միայն քու դեր Աստվածդ բաշտես, ուրիշ գուրքեր չբաշտես։ Սիրելիներ, մեծ թաս ունի այս գիրքը մեզի դալիք։ Անիկա ոչ միայն հրյա ժողովրդի թագավորներու պատմության գիրքն է, անիկա սիրելիներ այսօրվան ապրող ժողովրդի կյանքի գիրք է, ինչու, որովհետև թագավորներու մասին գսվի, ան որ Աստուծո ջամփու մեջ կալած է գսվի, որ անիկա Աստուծո թիմած բարիք կործեց, իսկ ան որ Աստուծո ջամփեն շեղեցավ, գսվի քերքի մեջ, որ անիկա Աստուծո թիմած չարիք կործեց։ Նույնպես ալ այսօր մենք, եթե Աստուծո ջամփաներու մեջ ենք ալենք, Աստուծո օրհնությանց պիտի արժանանք, իսկ եթե չարիք կործենք, Աստուծո բադիժներուն պիտի արժանանք։ Եվ ինչպես որ Բաբելոն կերևարվեցան Հութայի ժողովուրդը, այնպես ալ չարը պիտի կերևարե բոլոր անոնք, որոնք դժբախտաբար Աստուծո ջամփեն գշեղին։ Սիրելիներ, սկանչելի օրինակներ են բատմական գիրքերը, որբեսի մենք անոնց մեջ դաս սորվինք եւ մեր կյանքը անոնց մեջեն դիտելով սրբակրենք, որբեսի նույն սխալներու մեջ չինանք։ Այժմ սկսենք ընթերցանության։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք
առաջին գլուխ Եղիա եւ Վոկոզիա թագավորը Աքահապի մերնելեն յետք Մովաբ Իսրայելի թեմ ապստամբեցավ Վոկոզիա Սամարիայի մեջ իր վերնադան վանտագաբադեն վարինգավ ու հիվանդացավ ուստի պատգամավորներ ղրգեց անոնց ասելով կացեք Ագարոնի փահաղ ջանջիկ աստուծույն խորհուրդ հարցուցեք որ գիտնամ թե արդյոք այս հիվանդութենեն պիտի առողջանամ Դիրոջ հրեշտակը Թեզբացի Եղիայի սավ գանքնե բարձրացիր Սամարիայի թագավորին պատգամավորները թիմավորելու եւ ասե անոնց Միթե Իսրայելի մեջ Աստված չգա որ դուք Ագարոնի փահաղ ջանջիկ աստուծույն խորհուրդ հարցնելու գերտակ ուստի դերը սագա հայտարարե Բիդի չիչնես այն մահիջեն որում վրա ելար հաբա անշուշտ բիդի մերնիս Եղիայալ քնած Երբ պատգամավորները Վոկոզիայի վերադարձան անոնց ասավ ինչու վերադարձաք իրեն պատասխանեցին Մարդ մը բարձրացավ մեզ թիմավորելու եւ մեզի ասավ Կացեք վերադարձեք ցեզ ղրգող թագավորին ու ասեք անոր դերը սագը հայտարարե Միթե Իսրայելի մեջ Աստված չգա որ Ագարոնի փահաղ ջանջիկ աստուծույն խորհուրդ հարցնելու գղրգես Ուստի պիտի չիչնես այն մահիջեն որում վրա ելար հաբա անշուշտ պիտի մեռնիս Ինքալ անոնց ասավ Ինչ տեսակ մարդ էր ան որ բարձրացավ ցեզ թիմավորելու եւ այս խոսքերը ցեզ եսավ իրեն պատասխանեցին ան մազոտ մարդ մներ ու մեջ կգաշի է կոդիմը գաբացեր թագավորը ասավ ամ Թեզբացի Եղիան է Վոկոզի անոր հիսնաբեդ մղրգեց իր 50 մարդով ան Եղիայի կով բարձրացավ Եղիա լերան կակատը նստած էր Հիսնաբեդը անոր ասավ ով աստուծո մարդ թագավորը գսե իջիր Եղիա հիսնաբեդին պատասխանեց Եթե ես աստուծո մարդն եմ երկինքեն գրակ թողիչն է եւ քեզ ու քո 50 մարդդ ըսպարե Երկինքեն գրակ իջավ եւ զայն ու անոր 50 մարդը ըսպարեց Թարցիալ անոր ուրիշ հիսնաբեդ մղրգեց իր 50 մարդով Անալ խոսեցավ եւ անոր ասավ Ով աստուծո մարդ թագավորը սագս է շուտով իջիր Եղիա անոնց պատասխանեց Եթե ես աստուծո մարդն եմ երկինքեն գրակ թողիչն է եւ քեզ ու քո 50 մարդը դսպարե Երկինքեն աստուծո գրակը իջավ եւ զայն ու անոր 50 մարդը սպարեց Թարցիալ երրորդ հիսնաբեդ մղրգեց իր 50 մարդով Այդ երրորդ հիսնաբեդը բարձրացավ եկավ ու Եղիայի առջև ձանրատրեց եւ անոր աղաչելով ասավ Ով աստուծո մարդ Իմ անձս ու այս 50 զարաներուտ անձերը քո աչքերուտ բադվագան թողլան Ահա երկինքեն գրակ իջավ եւ առաջին երկու հիսնաբեդներն ու իրենց 50 մարդիկը սպարեց Բայց հիմա իմ անձս քո աչքերուտ բադվագան թողլա Դիրոջ հրեշտակը Եղիայի սավ իրեն հետ իջիր իր մի վախնար Ոստի Եղիա գանքնեցավ իրեն հետ թագավորին իջավ եւ անոր ասավ Դերը սագա հայտարարե Քանի Ագարոնի փահաղ ջանջիկ աստուծույն խորհուրդ հարցնելու համար պատգամավորներ ղրգեցիր իբր թե Իսրայելի մեջ Աստված չգար որ անոր խոսքը փնտրեիր Բիդի չիչնես այն մահիջեն որում վրա ելար հաբա անշուշտ բիդի մեռնիս Վոկոզիա մեռավ Դիրոջ խոսքին համաձայն որ Եղիա ասեր էր որովհետև ան որդի չուներ անոր դեղը Հովրամ թագավոր եղավ Հութայի Հովսապադյան Հովրամ թագավորին երկրորդ դարին Վոկոզիայի գդարած մնացյալ արարքները ահա Իսրայելի թագավորներուն ժամանակակրթության գիրքին մեջ գրված են Փառք ես Տեր Աստված մեր Ամեն